Իշտևավիտյան սավիտենից ամեն, հաղոջոր, ամենեցում։ Նինոց Մինդայի շրջանի փոքր Խանչալի գյուղը հյուրընկալորեն բացել էր իր դռները բազմաթիվ հյուրերի եւ այցելուների առջև։ Գյուղում մեծ հանդիսավորությամբ ու բարձր դրամատրությամբ նշվեց ավանդական կաթնապուրի տոնը, որը հայտնի է նաեւ որպես ծաղկետոն։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին պատարակով, որի ընթացքում ներկաները միասին աղոթեցին գյուղի բարօրության, խաղաղության ու ավանդույթների պահպանման համար։ Տոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր եւ տարբեր բնակավայրերից ժամանած այցելուներ։ Կաթնապուրի տոնի գեղեցիկ ավանդույթը փոքր Խանչալի են բերել գյուղի նախնիները, որոնք ժամանակին գաղթել են Էզրում նահանգից եւ հարակից այլ գյուղերից, իրենց հետ բերելով հարուստ մշակութային ժառանգություն ու ազգային սովորություններ։ Սիրելի համագյուղացիներ, արգելի հյուրեր, սերտանց ողջունում ենք ձեզ բոլորիդ մեր սիրելի փոքր Խանչալի գյուղում կաթնապուրի համբարձման այս գեղեցիկ ու սրբազան տոնի առիթով։ Կաթնապուրի տոնը պարզապես ժողովրդական տոն չէ։ Այն մեր նախնիների ժառանգած մշակութային ու հոգևոր արժեք է, որը սերունդներ շարունակ պահպանվել է փոքր Խանչալիում։ Այս տոնը մեր ինքնության, մեր արմատների եւ մեր պատմական հիշողության կարևոր մասն է։ Մեզ, երիտասարդներից, մեծ պատասխանատվություն է վերապահված։ Մենք պարտավոր ենք պահպանել, զարգացնել եւ առավել լայն ճանաչում տալ այս բացառիկ ավանդույթին, որպեսզի կաթնապուրի տոնի մասին իմանան ոչ միայն մեր շրջանի բնակիչները, այլև ողջ Վրաստանում եւ ամբողջ աշխարհում։ Մեր նպատակն է, որ այս գեղեցիկ տոնը շարունակի ապրել, միավորել մարդկանց եւ դառնալ մեր մշակութային ժառանգության ճանաչված խորհրդանիշներից մեկը։ Թե ինչպես գիտեք, այսօր փոքր Խանչալի գյուղում կաթնապուրի տոնն է նշվում։ Կաթնապուրի այս տոնը նաև այլ կերպ են ասում ծաղկետոն կամ համբարձման տոն, նշվում է մայիսի վերջի կիրակին ծաղկետոնը, այնուհետև կոնկրետ կաթնապուր տոնը նշվում է հունիսի առաջի կիրակին։ Դե ինչպես գիտեք, այս տոնը երկար դարիներ ի վեր նշվում է փոքր Խանչալիում։ Այս տոնը մեր նախնիները արևմտյան Հայաստանից Էրզրում նահանգից գաղթելուց հետո իրենց հետ բերել են եւ արդեն 2 տարի մոտավորապես որ այս տոնը նշվում է փոքր Խանչալիում։ Շատ մեծ ճանաչում ունի Սամցխե Ջավախեթիում, Հայաստանում նույնպես գիտեն մեր տոնի մասին։ Կոնկրետ այս օրը շատ հյուրեր ենք ունենում մեր գյուղում, ամեն ընտանիքներում հարազատներ, բարեկամներ գալիս եւ մեզ հետ միասին ուրախանում նշում են մեր տոնը։ Շնորհավորում եմ մեր փոքր խանչալեցիներիս, մեր կաթնապուրի տոնի կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն, հաջողություններ եւ թող մաքսիմալ ավելի ընդարձակեն այս տոնը, հատկապես կոչ եմ անում երիտասարդներին, որ ավելի ակտիվությամբ մասնակցեն մեր այս տոնին, որ հանգած չվերանա այս տոնը։ Նաև հարկ եմ համարում նշել, որ մայիսի վերջի կիրակին, որ նշվում է ծաղկետոնը, մեր երիտասարդները բարձրանում են մեր սարը մոտակա, որը գտնվում է գյուղի տարածքում, այնտեղից բազմատեսակ ծաղիկներ հավաքելով փնջեր են կապում եւ այդ փնջերը բաժանում մեր գյուղում բոլորի ընտանիքներում եւ այդ հավաքված գումարով կազմակերպում են մեր այս կաթնապուր տոնը։ Այս տոնը
կոչվի կատնաբուր մեր գեղական լեզվով, ավելի ծաղկիտոն, այսինքն մենք եկել ենք Էրզրումի նահանգից մոտավորապես 1875-76 թվերուն, այս տրադիցիան կուքա Էրզրումից, այնից, Թուրքիայով, մեր երկրից, այդ տոնը վերը մինչև այսօրս կատարվի ամեն տարի նշվի այս տոնը, ու սաղ իշքան այս տարի մի քիչ ժողովրդի քիչ է, բայց ընդհանրապես լրիվ իշքան փոքր խանչալեցիներ կային դրսում գտնված, համարյա լրիվը ներկա կլեն այս տոնին, ոնց որ համախմբման տոնը լինի, սաղ գյուղով մեկ հավաքինգը, քեֆ ուրախություն, էլան մեր ջահելները սուրբը այնտեղ նվագեցին, պարեցին, եկան, հիմա այս նորից քեֆը շարունակվի գը, իշքան որ հույր ունենք, բոլորին հույրասիրի ենք, տները կտանին, կուտեսնին, խմցնեն գը, մեզ հետ կուրախանան, մեր ուրախությունը կիսի եկը, դուք եք ձեզնից է շնորհակալություն, հետո եք ամենամ գնախ մեր գյուղացիներին առողջություն, սաղ մեր շրջանին, ժողովրդին, ցանկանանք առողջություն, հաջողություն, հող այս տարում լինի բերքարատ տարի, առողջության, հաջողության տարի, ինչ եմ, ամենալավ բաները կցանկանամ, մեկ է մի բան կուզեմ նշել, հիմի մե համարյա լրիվ գյուղերը, իրենց համար տոն ունին, ոնց որ ասենք մերը կատնաբու կոշեն իքսեգը մեզ խանչալու տոն, սատղայի տոն կամ կանձայի տոն կամ եվալ, բայց մերը կուկա հնուց, իսկ իրենք նոր են ստեղծը, հին ու նոր իրար հետ համատին մեկ չի ստասը, ճիշտ չէ, ձեզ եք աղջիկան, ցանկանամ առողջություն, միշտ անգամ անվտար եթեր, որ դուք միշտ անգամ տեղեկացված ըլիք, տեղեկացնեք մեր ժողովրդին, ուրդեղ իշքի կատարի, շնորհակալություն։ Սիրուն ջան ինձ համատա, որ քեզ եմ սիրում, առաջին հանդուրի մեջ չկա աշխարհում, սիրուն ջան ինձ համատա, որ քեզ եմ սիրում, հասվել են ծաղիկները, եկել է գարուն։ Այսօր կատնաբուրի տոնն է մեր գյուղում, մի քանի տարի է, տասնյակ տարի է նշում ենք այդ տոնը, սա մեր գյուղի միակ տոնն է, որը մեծ շուկով նշում ենք, ծաղկետոն, նա իր մեջ ունի մեծ առերձված, ինչ որ թաքնված բան ունի, երիտասարդների հետ է կապված հիմնականում, ու ցանկանում են, որ մեր գյուղացիները դաշտում գտնվին թե ներսում, եթե հնարավոր չափ թող մասնակցեն, որ մեր այս տոնը շարունակվի իր հունով եշտա ամեն տարի։ Ես արի պատարա խանչալից տղեդան, չեն մովեդի նրոց մինիդանո, մովիլոցո չեն իմ խրիդան, պատարա խանչալից խեցալիան, գարգադա խոլապերիդա, զալիան մագրադա, რა խոլապերի մուսիկաստա խոլապերիդա, խալխիցարի գարգադրադա, տղեսրո պատարա խանչալից տղեա, վուլոցո խելա իմ սոպլել սրադա, ծարմատեբեբի, რა։ Կատնաբուրը երկշաբաթյա տոնախմբություն է, որի յուրաքանչյուր դրվագ ունի յուրահատուկ խորհուրդ և նշանակություն։ Տոնի սկիզբը դրվում է ծաղկաքաղով, երբ երիտասարդները բարձրանում են ծաղկունանք կոչվող վայր, հավաքում գույնզգույն ծաղիկներ, հյուսում գեղեցիկ փնջեր և ծաղկախաչեր, ապա դրանք բաժանում համագյուղացիներին, փոխանցելով բարեմաղթանքներ ու տոնական տրամադրություն։ Տոնի կարևոր և առանձնահատուկ ավանդույթներից է նաև գյուղի տատի և պապի ընտրությունը, ովքեր ստանձնում են տոնակատարությունների կազմակերպման և երիտասարդներին համախմբելու պատվավոր առաքինությունը։ Տոնական օրը շարունակվում է Թևաթորոս Մադուրի շրջակայքում անցկացվող ավանդական կլոր շրջբարերով։ Հատկանշական է, որ այս հին էրզրումյան պարերը պահպանվել են միայն փոքր Խանչալիում և ներկայացնում են բացառիկ մշակութային արժեք, սերնդեսերունդ փոխանցելով նախնիների հիշողությունն ու ազգային ինքնությունը։